Խնդրեմ պարոն Դանելյան։ Նախ չկրկնվելու համար գործընկերներից երկրորդում եմ, այս օրենքը շատ կարևոր օրենք է, վերաբերելի է 100 հազարավոր մարդկանց եւ սենց բերել հանձնաժողովում դուք էլ ես չեմ հասկանում, պարոն Սիմոնյան, ինչ նշանակում ես ամբողջությամբ չեմ ուզում կարդամ։ Նախ սա մանրակրկտորեն պետքա ուսումնասիրենք վերջը ինչին ենք կողմ կամ ինչին ենք դեմ քվեարկում, սենց այս 15-20 րոպեվա մեջ կարևոր որոշումներ կայացնելը եւ հետո փաթաթելը մարդկանց վզին, դա կներեք ոչ պրոֆեսիոնալ է եւ անհարգալից վերաբերմունք է մեր հայրենակիցներին։ Ու խոսքը ոչ թե վերաբերում է ոչ միայն Երևան քաղաքին, այլ Երևան քաղաքից բացի կան նաեւ այլ քաղաքներ, որոնք որ կոնկրետ կարող են փոխկապակցված լինել կոնկրետ է տրանսպորտային միջոցներն ու կազմակերպությունները կապ չունի, ընդդիմությունա, իշխանությունա եւ այլ եւ այլ։ Մենք որոշումներ ենք ընդունում, որը վաղը մյուս օր այդ մարդկանց վրա անդրադառնալի է։ Եվ այսպիսի որոշումներ ընդունել, հետո փաստի առաջ կանգնել, ես դա նորմալ չեմ համարում եւ մի քանի կետով անդրադառնամ, էլի։ Այսինքն, սենց հասկանանք, որոշում են կայացնում, որ պիտի թանկացումը տեղի ունենա, նույն Երևան քաղաքի օրինակով 300 դրամ, հետո մարդիկ բոյկոտում են, որոշում են, որ 300 դրամը պետք է դարձնեն 150 դրամ, հետո այլ գործիքակազմեր եք բերում կիրառում, որ մարդը իրավունք չունի, օրինակ իր բողոքի ձայնը արտահայտի։ Այսինքն, այն ժամանակ կարող էր իր բողոքի ձայնը բարձրացնել, հիմա փաստորեն չի կարող, դառնում է տուգանքի մատերիալ։ Երկրորդը, սա նաև հնարավորություն էր, այս օրենքը բերել եք նրա համար, որ մեր հայրենակիցները չօգտվեն այն հնարավորությունից, որին իրենց ընձեռնում է սահմանադրությունը։ Սահմանադրության նաև այնտեղ կետ կա, որ ստորագրահավաքների դեպքում, հանրաքվե տանելու դեպքում հնարավոր է, որ օրենքը չեղարկվի, բայց դուք այս հնարավորությունից էլ եք մարդկանց, ուրեմն այս հնարավորությունն էլ եք մարդկանց սահմանափակում, այն գլխից սենց բլոկ եք դնում, որ այդ հնարավորությունից չօգտվեն։ Եվ հաջորդը, հիմա կոնկրետ եւ տարբեր համայնքներում եւ Երևան քաղաքում կոնկրետ խնդիր կա։ Մարդկանց, ասենք, գրպանին հասու չի այդ գումարները։ Հիմա դուք դրանով սահմանափակումներ եք մտցնում ու նաև ուզում եմ այն հարցին նաև պատասխանեք, թե կոնկրետ նաև գործընկերս էլ ասեց, այս որոշումը պետաիրավական այնտեղ նաև դրույթներ կար, որտեղ որ ուրեմն ասվում է, որ այն մարդը, որը որ քարտով է օգտվում, այդ մարդը 15000 դրամ է տուգանվում, այն մարդը, որ օրենքը խախտում է 10000 դրամ է տուգանվում, եթե չեմ սխալվում։ Այսինքն սա ինչ որն է սրա լոգիկան, էլի։ Այսինքն այն մարդը, որ բանա, այսինքն դա չունի, շատ ավելի քիչ է տուգանվում, քան այն մարդը, որ ունի, բայց չգիտեմ, կինը ամուսնու, չգիտեմ, քարտից է օգտվում։ Այս հարցին պատասխանեք արձագանքի ժամանակ նորից։ Խնդրեմ պարոն Սիմոնյան։ Շնորհակալություն։ Տեսեք, գլոբալ առումով այն ինչ որ դուք ներկայացնում եք, այստեղ որևէ գլոբալ փոփոխություններ տեղի չեն ունենում։ Խոսքը ծառայության մատուցման կոնստրուկցիայի մասին է, թե ինչպես է դա իրականացվելու, այսօրվա գործող օրենսդրությամբ սակագինը կարող է վերանայվել։ Եթե որևէ բան չփոխենք, սակագինը կարող է համայնքի հավաքանու որոշմամբ վերանայվել, սահմանվել այլ չափի։ Հիմա մենք այս նախագծով առաջարկում ենք այն պարագայում, երբ որ այդ ծառայությունը մատուցվում է համայնքի կողմից կամ համայնքի կողմից ստեղծված օրինակ 100% բաժնեմասում ունեցող օպերատորի կողմից, դա լինի տեղական վճար, որպես համայնքի կողմից մատուցող ծառայություն։ Եվ դրա գանձման նկատմամբ սահմանել համապատասխան վարչական իրավախախտումների օրենսգրքով իրավախախտման տեսակներ։ Հիմա այդ տեսակները այս նախագծով 3-ն են եւ այո, չվճարելու դեպքում սահմանված է X գումար, մեկ այլ ուրիշի քարտով օգտվելու դեպքում սահմանված է Y գումար։ Տրամաբանությունը հետեւյալն է, որպեսզի
այն գայթակղությունը օգտվել օրինակ արտոնություն ունեցող քաղաքացիներ, որոնք արտոնություն ունեն եւ ավելի էժան փաթեթներ են ձեռք բերել, որպեսզի այն քաղաքացիները, որոնք հնարավորություն ունեն վճարելու ամբողջական կամ ըստ փաթեթների գումար նման արտոնություններից, այսպես ասեմ, չօգտվեն։ Սա է եղել հիմնական լոգիկան ավելի բարձր սահմանելու իրավախախտում։ Հիմա տեսեք, ոնց հասկացա, սա ոչ միայն Երևան քաղաքին է վերաբերելի, այլ տարբեր բնակավայրեր են, ճիշտ է։ Այն դեպքում, երբ որ կներեք, որ ընդհատում, այն դեպքում, եթե համայնքի կողմից է իրականացվում ծառայության մատուցումը, այդ դեպքում հիմա ենթադրենք համայնքի կողմից է, կապ չունի, վերանանք Երևան քաղաքը, համայնքի կողմից է, այս կամ այն անձը օրինակ տարբեր ուրեմն քաղաքներում իշխանության է գալիս, որոշում է իր հետ փոխկապակցված ուրեմն տրանսպորտային ընկերության եւ այլը վճարը թանկացնի։ Ստացվում է, որ ինքը կարող է այդ վճարները թանկացնի, ամեն ինչ օրինական է, ավականին եւ այլը մեկ մյուս, բայց դուրս է գալիս, որ կարող է այդ սխեմաները ամեն ինչը գործի, դրա այն որ ասում է բաններ մեր քաղաքացիների վրա երևում։ Այդ ամբողջ բեռը ֆինանսական մեր քաղաքացին, ու այդ քաղաքացին որևէ մի գործիքակազմ չունի իր իրավունքների համար պայքարելու։ Այսինքն քաղաքացուն զրկում եք տարբեր գործիքակազմերից, այսինքն այս գինը որոշեն, ավականիով հաստատեն, ամեն ինչ անեն, որ մարդն էլ իրավունք չունի, ոչ բողոքի, ոչ բոյկոտի, ոչ ստորագրահավաքանի, ոչ տանի հանրաքվեի։ Այսինքն մենք մի օրենք ենք ընդունում, որ վաղը մյուս օր սա ծուղակ է, դառնում ցանկացած այդ ժամանակ իշխանությունը հարմար պայմաններ ենք ստեղծում այդ իշխանության համար, այդ քաղաքի իշխանության համար, վաղը մյուս օր դա ել եմ ասում, սա լուրջ քննարկման, վերլուծության կարիք ունի եւ սենց արագ որոշումներ ընդունել, դակել, որը որ հետո ճակատագրական է դառնում, ես մեղմ ասած կողմ չեմ։ Խնդրեմ, պարոն Սիմոնյան։ Տեսեք, պարոն Դանիելյան, այսօր էլ ձեր ասած սխեմայով կարող է դա իրականացվել, եթե այլ համայնքում Երևանից ասում ենք կտրվենք, ինչ որ այլ համայնքում ասում եք սակագինը փոփոխվի, կարող է փոփոխվել, բայց գործիքակազմ կա, այդ համայնքի ավականին եւ համայնքի ղեկավարը ընտրում է տվյալ համայնքում բնակվող քաղաքացիների ձայներով։ Եվ այդ ամբողջական գործիքակազմը ունի, եթե քաղաքացիները համայնքի որոշեն, կներեք, եթե քաղաքացիները որոշեն, որ այլևս այս համայնքի ղեկավարը չի կարող շարունակել, ապա ընտրությունների ժամանակ այդ խնդիրը կարող են լուծել, ես որևէ խնդիր